Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Ակոպովնան ձեզ համար բացառիկ թողարկում է կազմակերպել, ուրեմն շատ տաղանդավոր սպասված հյուրեր, վստահ եմ շատերը այս թողարկումը դեռ YouTube-յան ալիքում էլ շատ նայելու։ Բայց մինչև նրանց ներկայացնելը շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, ասեմ, որ տեսահոլովակի հերոսի հետ ամենաանմիջական կապն են իմ հյուրերը, ում այսնի խոսքը կիմանաք հենց հիմա։
21 TV-ի եթերում իր աշխատանքը շարունակում է Ձինա այդ նախագիծը։ Ես խոստացել եմ, որ որոշ ժամանակ անց ինձ մոտ տաղավարում լինելու էր նաև մեծանուն վարպետի մեծ ընկերը Գևորգ Դաբաղյանը, բայց ես նրան միջև ինձ մոտ տաղավար հրավիրել ուզում եմ ավելի շատ լինեն նաև նրա սաները, ոչ պակաս, ոչ ավելի տաղանդավորներ, նոր սերունդ, որոնք յուրովի ձևով տարբերվում են։ Կներեք, բայց պետք է դա ասեի։ Մեծագույն սիրով հյուրընկալել եմ արդեն տաղանդավոր երաժիշտներ Նարեկ Ավետիսյանին, Մհեր Ամիրջանյանին եւ Տիգրան Տիգրանյանին։ Բարի օր, բարի գալուս տղաներ ջան։ Չգիտեմ ինչքանով է վարպետը ձեզ ասել, բայց երբ որ ես նոր իմ քայլերն եմ անում հեռուստաընկերություն, շատ դասեր եմ լսել հենց ձեր վարպետից։ Որպես արտիստ, որպես մեծանուն մարդ, ով արդեն տեսախցիկների հետ կապ ուներ, խոսք ուներ, ու երբ որ հիմա ես նրան կոպիտ ասած ասում եմ վարպետ ջան կներես միջև քո գալը թող քո սաները էլի ինձ մոտ լինեն, հույսով եմ վարպետը ինձ հասկանում որ ես ուզում նոր սերնդին ներկայացնել, ինչը ինձ համար դա պաշտելի երևույթ է։ Ուզում եմ ձեզ հետ հատ ծանոթանալ, հետո անցնել նաև բուն թեմային, որովհետև ես գիտեմ, որ դուք երեքդ էլ իմ համար եւ հեռուստադիտողի համար ունեք պատրաստած նաև երաժշտություն։ Շատ լավ, սկսեմ Նարեկից։ Նախ սկզբի համար հասկացա, որ երեքդ էլ արդեն ուսանող եք, սովորում եք։ Սկսենք քեզանից Նարեկ ջան, դե պատմի ինձ քո մասին։ Սովորում եմ կոնսերվատորիայում երկրորդ կուրսում, Գևորգ Դաբաղյանի լսարանում։ Ծնվել եմ Ուկրաինայում, Օդեսա քաղաքում, ծնվել մեծացել եմ եւ 10 տարեկանում որոշեցի նվագել դուդուկ, սկզբից պարապել էի Սուրեն Սամվելյանի մոտ Լենականում, հետո արդեն 13 տարեկանում որոշեցի անհատական պարապել Գևորգ Դաբաղյանի մոտ ու վերջը ընդունվեցի կոնսերվատորիա։ Մեծացնում է վարպետը փաստորեն։ Ես միշտ ասել եմ, որ յուրաքանչյուր նմանվում է իր դասատուին, ոչ միայն ձևաչափով, ճաշակով, այլ նաև արվեստից բացել տեսքով էլ խոսքով էլ։ Ես հասկացել եմ, որ ինչքան ինձ մոտ նոր սերունդ երաժիշտ եղել է, բոլորը Գևորգի նման են Դաբաղյան, որ ցածր ձայնով խոսացող, հասկացող եւ ինձ միշտ հետաքրքրել է ճաշակների տեղատարապ, կարծիքներ, ոնց է լինում, այս մեկը լավն է, այս մեկը վատն է, էսի կարող եմ, այս չեմ կարող, կարծրատիպեր լինում են վարպետի հետ, թե ոնց ասում է, տենց գնում է։ Չէ, ճիշտն ասա, դասերը շատ հետաքրքիր են անցնում, նաև սլուխով ենք նվագում, նոտաներով ենք նվագում, տենց շատ լավ անցնում մեր դասերը։ Իսկ դուք արդեն մեծ բան բարձրացել եք։ Այո։ Հիանալի է։
բարեկամների հետ շփվեմ, մեր եթե չես նեղվի, էլի ուզում եմ հարցնել տարիքդ։ 25 տարեկան։ 25 տարեկան ես։ Եւ արդեն կոնսերվատորիա ես անց փաստորեն։ Կոնսերվատորիա 4-րդ կուրս եմ, ավարտում եմ բակալավրը այս տարի։ Հետո Մտածում եմ մագիստր էլ տամ, շարունակեմ եւ վերջացնեմ, ինչ սկսել եմ, որ ավարտեմ։ Հա։ Մինչեւ ներկայանալ նախ շնորհակալություն հյուրընկալելու համար այս գեղեցիկ տաղավարում Դիանա ջան։ Ես ծնունդով Կապանից եմ, Սյունիքից, Կապանի շրջան Գյուղ Դավիթ-բեկից։ Հետո Նախնական սովորել եմ շվի փոքր տարիքում, ավարտել եմ շվին Կապանում, հետո երբ արդեն ծառայությունից վերադարձա, որոշեցի, որ գործիքս փոխեմ, նո ավելի մոտիկ դուդուկներ ու հոգեհարազատ էր։ Հետո Համացանցով շատ էի հանդիպել վարպետին, լսել ու վերապուրվել էի, այդ պատճառով կոնսերվատորիա տվեցի հենց Գևորգ Դաբաղյանի մոտ։ Ահա։ Ու փորձում եմ կատարելագործվել իր շնորհիվ, իր դասերի շնորհիվ, Նարեկին ասացին ավելացնեմ, շատ հետաքրքիր անցնում դասերը։ Հումորային, հումորը իր տեղ ունի, դասը իր տեղ ունի, քննարկումներ ենք անում, լսում ենք հին վարպետների ստեղծագործությունները, զապիսները եւ շատ հետաքրքիր անցնում։ Հիանալի, իսկ դուք մտածել եք ավարտելուց հետո, բացի այն որ մի քիչ էլ պետքա, որ ասում ավելի լավ սովորենք, ինչ եք անելու։ Մեծ բեմ, կնունք, ծնունդ, հարսանիք։ Դե հիմա էլ արդեն Այդ կա չէ։ Այո, դրանք կլինեն, էլի գործունեություն ծավալում ենք, նվագում ենք տարբեր խմբերում։ Նարեկացի նվագախմբում ուղղակի այնտեղ ավելի ուրիշ գործիքով եմ ներկայանում, շվի եմ նվագում այնտեղ։ Համագործակցում եմ ուրիշ խմբերի հետ։ Հետագայում էլ էլի կշարունակենք նման։ Հիանալի է։
Տիգրան ինչ կպատմի ինձ Տիգրան Ես ավարտել եմ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցը, ընդունվել եմ Չայկովսկի արդեն վարպետի դասարանում, այնուհետև կոնսերվատորիա, կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող եմ։ Եվ մի հարց էլ ինձ հետաքրքրում են, որ ասում է տնեցիք հարազատ բարեկամները, որ գիտեն առիթի ժամանակ ունենք լավ նվագող ենել մեր դուդուկը, կա այդ թեման, որ ոնց ուզում ալինի պետք է մատ առիթի ժամանակ ձեզ ցույց Դա տակ։ խուսափելի է։ Խուսափելի է։ Դա միշտ կա։ Շատ լավ։ Հիմա շատերն ասում են, որ կլարնետը կոմերցիոն գործիք է, դուդուկը մերն է, ինչքան էլ կոմերցիացիա են պահում, դուդուկը մերն է մի տեսակ ամենահուզիչ այս ներսը խառնող գործիքն է։ Իսկ ընդհանրապես մտածել եք, եթե դուդուկ չնվագեիք ձեզանից, որ մենքն է պատասխանի նորմալ է, ինչ գործիք կընտրեիք։ Օրինակ մարդ կասում է ես դուդուկից են կողմ ոչինչ չեմ պատկերացնում։ Ուսն ասում է ինչու ոչ, ջութակել կլիներ, եղել է ձեր ընկերներից, էլի։ Նարեկ մտածել ես։ Ես չեմ մտածել ուրիշ գործիքի համար, իմ համար դուդուկը ավելի զգայուն գործիք է իմ համար, դրա համար ավելի շատ իմ գործիքը դուդուկ է։ Հիանալի է։ Ես այս պայն առաջարկում եմ ստեղծագործությունը վայելենք եւ վստահ եմ, որ դուք արդեն մոտ եք նստել, ձայնը բարձրացել եք, որովհետեւ Գևորգ Դաբաղյանի սանրը երթական անգամ գրավել են իմ եթերը։
Եթե նորը կմիացել 21 TV-ին հերթական անգամ տեղեկացնեմ, որ երիտասարդ սերունդն է ինձ մոտ տաղանդավոր երաժիշտներ, որոնք ներկայացնում են ինչու ոչ նաեւ Գևորգ Դաբաղյանին, ասում են յուրաքանչյուր աշակերտ պետք է գոնե բաց ճակատով ներկայացնի իր դասատուին։ Իմ կարծիքով Դաբաղյանը չունի նեղվելու, որովհետև ինչքան որ ես գիտեմ, տեղեկացված եմ եւ ինձ մոտ տաղավարում եղել են ձեր ընկերները, մեկը մյուսից խիստ տարբերվողն են, լավն են ու որակով, այսինքն սերունդ է գալիս, սերունդ։ Եվ ինձ մոտ տաղավարում մեծագույն սիրով հյուրընկալ եմ Նարեկին Ավետիսյան, Մհեր Ամիրջանյանին եւ Տիգրանյանին ամփոփման համար ինձ մի հարցել է հետաքրքրում այսօր բավականին շատ են այն երիտասարդները, որոնք ընդհանրապես դպրոց էլ չեն ուզում գնան, բայց ուզում են տիրապետեն գործիքին։ Զուտ նրա համար, որ, չգիտեմ, ընտանիքը պահելու համար, ոնց էլ չլինի, են որ ասում են, համագա, էլի փեշակա, ունենանք էլի։ Ձեր տանեցիները ինչքանով են խառնվել այն գործի մեջ, որ դուք երաժիշտներ դառնաք։ Գիտեմ, որ շատ հայրեր կամ մայրեր ասում են, չէ, դու ես գործիքը, մեկ ասում է ֆուտբոլ, այսպես այնպես։ Ձեր նախաձեռնությունը եղել թե տնեցիք խառնվել են Նարեկ ջան։ Չէ, իմ տնեցիկը չեն խառնվել, ես ինքս եմ որոշել, որ ուզում եմ նվագել դուդուկ ու Ունեք երաժիշտ տանը։ չէ, ճիշտ ասած չէ։ Արդեն բացառություն է։ Հա։ Գոհեն չէ։ Այո, իհարկե։ Դա բնականաբար, ինչ կասես դու մեր կա տենց թեմա։ Երաժիշտ չունենք ընտանիքում ընդհանրապես։ Որոշումը իմն ա եղել, ուղղակի ինձ էլի լսել եմ, դպրոցում միջոցառում ա եղել, հանրակրթական դպրոցում։ Հա։ Մենք իմ ուսուցիչը նվագեց, ինձ իր արվեստի շվին, գնացի շվի ու տենց սկսեցի երաժշտական կյանքը։ Հիանալի է, դու ինչ կասես, Տիկ, ձեր մոտ ոնց է։ Ճիշտ ասեմ, ես 8 տարեկանից գնացել եմ երաժշտական։ Հա։ Տանը սեղանի վրա դհոլի ռիթմեր էի, տենց ինչ-որ նվագում, բան, ծնողներս որոշեցին տանեն երաժշտական։ Դհոլ։ Հետո Գնացին երաժշտական, դհոլի դասախոս չկար։ Խափեցին։ Խափեցին։ լուրջ, հետո ինչ լավն է։ Հետո տնօրենը առաջարկեց գնա շվի դուդուկի, ասացին մատներդ դուդուկահարի մատներ է։ Ահա, կա տենց բան, հա։ Տենց սկզբում դժվար էր, հետո սիրեցի գործիքը։ Ինչ չեմ պատկերացնում ուրիշ գործիք նվագելուց։ Հիանալի է։ Դե ինչ, ես ամփոփման համար ասեմ, որ նախ շնորհակալ եմ ձեզ, որ ինձ մոտ տաղավարում եք։ Շնորհակալ եմ ձեզ, պահեք, այն որ ասում եմ, լեվելը, վարպետի դեմքը, եւ վստահ եմ, որ շատ շուտով դուք բոլորդ միասին վարպետի հետ լինելու եք ինձ մոտ տաղավարում ունիկալ գործ նվագելու համար։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Իսկ ես շնորհակալ եմ նաեւ իմ ընկերոջը մեծանունիմ վարպետին, սրտի երաժշտին Գևորգ Դաբաղյանին, որովհետեւ նա փորձում է լավագույնների ներկայացնել առաջինը իմ ծրագրի շրջանակներում ես էլ փորձում եմ ջերմությունը հենց այսպես ապավել երաժիշտների օգնությամբ։ Միջև հիմա ձեզ այդ նոր սերունդներ, այն էլ դուդուկահարներ եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան, ում կարող եք միայն փնտրել 21 TV եթերում։ Բարին ընձեզ։